Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Սա ասում է ամենը, Հայտնություն 3:14։ Ամեն բառը հանդիսավոր կերպով հաստատում է այն, ինչ նախապես է ասվել։ Եվ Հիսուսը մեր հզոր հաստատությունն է հավիտյան անփոփոխ ամենը իր բոլոր խոստումների մեջ։ Օ մեղավոր, ես կցանկանայի, որ դու մխիթարվես խորհրդածելով այս մտքի շուրջ։ Հիսուս Քրիստոսն ասել է. ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Մատթեոս 11:28։ Եթե դու գնաս նրան, նա քո հոգուն ամեն կասի, և նրա խոստումը ճշմարիտ կլինի քեզ համար։ Իր մարմնի օրերում նա նաև ասաց. ջախջախված եղեգը ես չեմ փշրի։ Մատթեոս 12:20։ Ով աղքատ, կոտրված, ջախջախված սիրտ, եթե գնաս նրան, նա ամեն կասի, և դա ճշմարիտ կլինի քո հոգում, ինչպես հարյուրավորների հոգիներում է եղել անցած տարիներին։ Սիրելի քրիստոնյա, միթե քեզ համար նույնպես մխիթարություն չէ, որ Փրկչի բերանից երբեք դուրս չի եկել գեթ մի խոսք, որից հետո նա հրաժարվել է։ Հիսուսի խոսքերը հաստատուն կմնան, մինչև անգամ եթե երկինքն ու երկիրն էլ անցնեն։ Եթե դու ամուր կառչես անգամ կես խոստումից, ապա կհայտնաբերես, որ այն ճշմարիտ է։ Զգուշացեք կասկածամիտ մարդկանցից, որոնք փորձում են խամրեցնել Աստծո մխիթարության խոսքի լույսը։ Հիսուսը այոն և ամենն է, նաև իր բոլոր ծառայությունների մեջ։ Նա ամենն է որպես քահանայապետ, որպեսզի ների և մաքրագործի մեզ։ Նա ամենն է որպես թագավոր, որպեսզի իշխի և կառավարի իր ժողովրդին, պաշտպանելով նրանց իր զորավոր բազկով։ Նա ամենն է որպես մարգարե, որպեսզի պատմի գալիք բարիքների մասին իր քաղցր շուրթերով, որոնցից մեղրախորիսղ է կաթում։ Նա ամենն է իր արյան արժանիքների և արդարության տեսանկյունից։ Նա արդարության այդ սուրբ պատմուճանը չի կորցնի իր սքանչությունն ու փառավորությունը, եթե անգամ ողջ բնությունն էլ քայքայվի։ Նա ամենն է յուրաքանչյուր տիտղոսի մեջ, որ կրում է։ Նա ամենն է որպես քո ամուսին, որ երբեք քեզ արձակման թուղթ չի տա, որպես քո բարեկամ, որ ավելի մտերիմ կապերով է կապված քեզ հետ, քան քո հարազատ եղբայրդ, որպես քո հովիվ, որ մահվան շուքի ձորում էլ քեզ հետ է, որպես քո օգնական և ազատարար, քո ամրոց և բարձր աշտարակ, քո զորության եղջյուր, քո վստահություն, քո ուրախություն, քո ամենը և քո այոն ու ամենը ամեն բանի մեջ։